Այսօր որոշեցինք քննարկել մասնագետների հետ, թե ինչ է ըստ էության կոլեկտիվ տրավման եւ ինչու է դրա հաղթահարումը շատ կարեւոր։ Մենք բոլորս տարբեր էինք, բայց 20 թվից հետո բոլորս ֆրոնզիկի պես դարձանք տխուր աչքերով մարդիկ, մենք տրավմայի մեջ ենք եւ այդպիսի սահմանում կա տրավմայի հասարակություն գոյություն ունի, այսպիսի տեսակ կա հասարակության։ Կոլեկտիվ տրավմայի արդյունքում սովորաբար խալխլվում են հենց սոցիալ-հոգեբանական հիմքերը, խալխլվում են այն հիմքերը, որի վրա կառուցվում է ինքնությունն ու պատկանելությունը։ Ու հենց սրա պատճառով է, որ միասին շատ ենք խոսել դրա մասին, որ մարդիկ հաճախ իրենց ապագան տեսնում են ավելի մշուշոտ։ Մարդկանց մոտ նվազում է վստահությունը թե սոցիալական կառույցների նկատմամբ, թե մարդկանց նկատմամբ, թե ապագայի նկատմամբ։ Բայց հիմա մենք տեսնում ենք մարդիկ իրենց խնդիրների առջև մենակ շատ փոքր աջակցության պայմաններում, էպիզոդիկ աջակցության պայմաններում։ Այս փուլում ինձ թվում է պակասել է հետաքրքրությունը ինչպես միջազգային արենայում, այնպես էլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են դա անել, չունեն աջակցություն միջազգային դոնորներից, խիստ պակասել է այդ օգնությունը եւ նաեւ համակարգման խնդիր կա եղած հնարավորությունների։ Մենք վերականգնումը դա որպես ծառայություն պարզապես մեկ անգամյա ծառայություն չպիտի դիտարկենք։ Քանի որ խնդիրը խորն է, մենք պիտի նաեւ որպես համակարգ դիտարկենք։ Ինչպես հաճախ պարոն Նուբար Աֆեյանն է ասում, դոկտոր Աֆեյանն է ասում, եթե ուզում ենք փոփոխությունը երկարատև լինի, մենք պիտի մտածենք ոչ թե ծառայություններով, այլ համակարգերով։ Այսինքն մենք ոչ թե պիտի մտածենք, որ ճգնաժամը կլինի, մենք արձագանքենք, այլ մենք պիտի դիմակայուն լինենք, մենք պիտի պատրաստ լինենք, այսինքն մենք պիտի ունենանք այդ ուժերը ազգովի, որ կարողանանք հաղթահարենք ցանկացած խնդիր, կլինի որևէ ճգնաժամ, Աստված մի արասե էլի պատերազմ։ Ինչպիսի հոգևոր հոգեբանական վերականգնման մոտեցում է մշակվել, որը թույլ կտա նաև մասնակցայնությունը ապահովելու, որ մարդիկ ավելի ինքնավստահ կերպով կարողանան եւ ավելի վստահ ու ինքնավստահ կերպով կարողանան դիմել մասնագետի աջակցության եւ ստանալ այդ աջակցությունը։ Շեշտը դրվեց խմբային ձևաչափի վրա, խմբային ձևաչափով աշխատելու վրա, իսկ խմբային ձևաչափը նպաստում է նրան, որ հենց այդ ստիգման, որ կար մեր գրեթե բոլոր համայնքներում, որ դու չգիտեմ, հոգեկան խնդիրներում ես, եթե գնում ես հոգեբանի, դու եթե փորձում ես դուրս գալ քո դժվարության մեջից ու չգիտեմ ինչ որ գործունեությամբ զբաղվել, ապա դա ամոթ է։ Այս ամենը խմբային ձևաչափում ստանում է իր լուծումները։ Ներկայիս այս գոյաբանական մտածելակերպը, որը ձևավորվել է մեր երկրում պատերազմի անմիջական հետևանքով, պատերազմի եւ դրա հետևանքների բերումով։ Եթե այն չփոխվի հաջորդ 3-4 տարիներին, ինչպիսի հասարակություն կունենանք։ Եթե ոչինչ չփոխվի, որևէ պոզիտիվ բան ասել չի լինում, բայց ես այս օրինակ բերեմ ցիտատ Սյունիքի մարզ Սահմանամերձ գյուղ արդեն ավելի մոտ հայտնված ադրբեջանական մեծ դրոշ, որտեղ որ չպիտի լիներ, ոչ պատմականորեն, ոչ այլ իմաստներով, եւ այդ կինը, ով ինչպես այստեղ դահլիճում նստած մեծ մասը կանայք են, կինն է շատ հաճախ տրավմայի հետ կոուփինգ անում, ավելի էֆեկտիվ։ Այդ կինը հարցազրույցներից մեկում ասաց, այո, մենք տեսնում ենք այդ դրոշը եւ այդ հարևանությունը եւ ինչ պիտի անենք, ոմանք միգուցե ճամպրուկն են հավաքում եւ գնում եւ այն, բայց մենք ցուցադրաբար պարան ենք կախել լվացքի եւ մեր երեխաների լվացքն ենք իրենց դիմաց կախում, որ տեսնեն, ոչ վախենում ենք, ոչ այլ կերպ ենք սկսել ապրել, ոչ էլ որոշել ենք, որ երեխա չենք ունենալու, հակառակը։ Այդ ամեն ինչի հակառակն ենք անում, այսինքն չանելու փոխարեն պետք է անենք։ Այդ չանելը
սխալ մոտեցում է։ Սյունեցի կնոջ օրինակը, որը լվացքներ փռում սահմանին, երեխաների լվացքներ փռում սահմանին, եթե բյուրեղացնենք, այն հիմնական գաղափարն է, ինչի շուրջ նաև պարոն Աֆյանը ստեղծել է այս հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, որտեղ մենք ապավինում ենք այդ մեր վերականգնողունակության փորձառությանը եւ փորձում ենք դրան ուղղակի տանք ինչ որ ձևաչափ, ինչ որ ստրուկտուրա ենք փորձում տալ, օգնելու բոլոր այն մեր հայրենակիցներին, ովքեր ունեն դրա կարիք։